Սան։ Մայրաքաղաքի գլխավոր հրապարակում են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի մասնակից զորամասերն ու ստորաբաժանումները։ Համապետական նշանակության հանդիսությունը դիտելու են եկել մեր երկրի հազարավոր քաղաքացիներ, հայրենակիցներ Արցախից և Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր։ Սեպտեմբերի 21-ը մեր նորանկախ պետականության տոնացույցի Մարջանինը տվել է 1300 կարգեր, որոնք իսպար մասը համալրել է ուզին բանանների կարգերը։ Հրապարակ է մտնում կրթության և գիտության նախարարության փոքր բաժնի կրթահամալիրի հայտարարությունները Արման Ուրգոյանի ղեկավարությամբ։ Իր գոյության 15 տարիների ընթացքում կրթահամալիրը եղել է ռազմահայրենասիրական դաստիարակության օրգան։ Ապրիլյան քարորյա պատերազմի ժամանակ կրթահամալիրի նամակը հավաք տենա Բենյամին Եղոյանը հերոսաբար զոհվել է հայրենիքի պաշտպանություն։ Նպատակում են Սավանի և Երևան կամավորականները, այսօր հանրապետության գերբերող կրթությունում գործում են Մատանի երկրապահ հայրենասիրական ակումբներ, երկրապահ կամավորականների նույնական համակարգում գործող այս կազմակերպության անդամների թիվը 20,000-ից ավելի է։ Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից Հայաստանորի փոխնախագահ Արամ Վիկտորյանի գլխավորությամբ հրապարակող տպահ կրող քայլերով անցնում են ազատամարտի հարավարտ մարտիկները, ովքեր 1992 թվականից ի վեր կանգնած են եղել մեր նոր պետականության կայացման առիթներում և այսօր բանակի կողքին են զորավիք լինելով հայ զինվորից։ Կամավորականների հերոսական և ականատոց մրինից է ծնվել, հասան հրեգոհ արտակացել մեր ազգային հպարտությունը
բանակը։ Հարկ մեր քաջարի ազատամարտիկներին, Աշոտ երկար թակավորի սուրբ քաջի առաջնորդությամբ և օրհնությամբ հրապարակով անցնում են հայոց բանակի գնդերեցները։ հայ հոգևորականը միշտ եղել է հայ զինվորի, զորականի կողքին, այդպես է եղել դարեր շարունակ, Հավարայից մինչև Սարդարապատ և Արցախյան հերոսամարտ։ Այսօր նոր սուրբ ոգություն տեր և գարելին երկրորդ այրագիր պատրիարք ամենայն հայոց կաթոլիկոսի օրհնությամբ շուրջ 70 հոգևորականներ իրենց ծառայությունն են իրականացնում հայոց բանակում։ Զինված ուժերի հոգևոր առաջնորդն է գերաշնորհ Հովհաննես Աբրահամյանը։ Զորահանդեսը գեներալ-մայոր Արմեն Ահրամանյանի հրամանատարությամբ շարունակում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սպաները և ուսանողները։ Այդ հաստատությունը հայկական բանակի սպայական դաշտի հիմնական զարգացումն է։ Համալսարանի ամերիկան 4,800 ճանապարհներ համալրել են մեր փառաբան բանակի սպայական շարքերը։ Այս տարվա սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվեց համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ժամանակակից մասնագետը, որտեղ իրենց մասնագիտական ցուցակները կզորացնեն զինված ուժերի ավագ սպայական կազմի ներկայացուցիչները։ Գնդապետ Դանիել Կալայանի հրամանատարությամբ հրապարակում են մարշալ Արմենակ Խանթովանցյան ռազմաավիացիոն համալսարանի սպաներն ու ուսանողները։ Համալսարանը պատրաստել է շուրջ 1000 ոտնաչիներ, շտուրմաններ, ինքնաթիռային, ուղղաթիռային և ավիացիոն սպառազինությունների տեխնիկներ ու կարգարագետներ, հակահայից պաշտպանության մասնագետներ, հաղորդություններ։ Զինված ուժերի սպայակազմը համալրվում է նաև Բուշկալայանի գնդապետ Սամվել Գալստյանի ղեկավարությամբ գործող Երևանի Մկիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներով։ Գեներալ լեյտենանտ Լևոն Կասականյանի հրամանատարությամբ հրապարակում է Պաշտպանության բանակը Արցախի հերոս Սամվել Կարապետյանի, գեներալ-մայոր Կամո Վարդանյանի, Միքայել Արտունյանի, Վարդան Բալայանի և ուրիշ հրամանատարների կողմ ղեկավարությամբ ապահովում է Արցախի ինքնությունը և ժողովրդի պատիվ ներնեին Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի քաջարի մարդիկներին։ Գեներալ-մայոր Իդրան Քարվանյանի հրամանատարությամբ հրապարակում են զինված ուժերի առաջին բանակային կողմի ստորաբաժանումները։ Զորահանդեսը շարունակում են զինված ուժերի երկրորդ բանակային կորպուսի մարդիկները գնդապետ Դավիթ Մանուկյանի հրամանատարությամբ։ Կորպուսի կազմավորմանակում Չրվեր ու հերոսաններ են Ալեքսանդր Բազագուրյանը, Շարիկ Գրիգորյանը։ ու պատիվ հայոց բանակի մարդիկներին։ Հրապարակում երրորդ բանակային կորպուսի մարդիկներն են, նշանակել Մորի Խաչատուրովի հրամանատարությամբ։
Հանրապետության հյուսիսարևելյան սահմանների պաշտպանությունը ստահած է վարչական մեծ ուժի հանրապետության հյուսիսարևելյան սահմանների հաջարի պաշտպաններին Գնդապետ Ալեքսեյ Նաումենկոյի գլխավորությամբ այս հրավիրումը Հայաստանի Հանրապետության Դիմակայանի Դասարանի Պաշտպանության Դիմակայանի Դեպոյացիական գործողության մասնակցության այ մարտիկների օգնության Հայաստանի Հանրապետության անդրադառնալով Միացյալ Նահանգների հրամանատարներ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը հարկ մեր զինակից եղբայրների Արտական հարական ուղի անցած տերաբաժանները հուսալիորեն պաշտպանում են հանրապետության հարավ-արևմտյան սահմանները։ Հայերին իմայ հարազատ Ուպատի խորով բանակային գործի հաջարի մարտիկների գեներալ-մայոր Կարեն Աղաբյանի հրամանատարությամբ հրապարակեցում զինված ուժերի 5-րդ երկրորդ աստիճանների պաշտպանների առանձին հատուկ նշանակության բրիգադի զինվորները զորամասնությունները հարապան մարտակարգում նրա շարքերի հրապարակում է Աղահապահ ուժերի բրիգադի շարությունը գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հրամանատարությամբ հատուկ մեծարանքի է Աղահապահ մասնակցած 3220 շնչառողների շատերը ներգրավել են պետական երկերակցության երկուշաբթի հայ խառնապահների Ռազմական ոստիկանության պետն է գեներալ-մայոր Սամվել Ղուկասյան։ Ռազմական ոստիկանության սարավականների շարքերում մարտությունն արձակել գնդապետ մայոր Միշա Սահակյանը Գեներալ-մայոր Ահմեդ Աբրահամյանի հրամանատարությամբ զորահանդեսը շարունակում են ազգային անվտանգության ծառայության սահմանապահ սուրքերի ներկայացումը։ Պետական սահմանը սուրք է և անձեռքերի Սա է սահմանապահի նշանաբանը։ Հայ սահմանապահների
երկրի Գորյանի գլխավորությամբ հրապարակում են ոստիկանության զորքերի ստորաբաժանումները։ ոստիկանության զորքերի գեներալ-լեյտենանտ Ոստիկանության զորքերի կազմավորվածի հրապարակի հետազոտողների աշխատանքի հետ պաշտպանելով մեր երկրի սահմանները, երկրի ներքին պայքարելով հրապարակել մտնում արտակարգ իրավիճակների նախարարության փոխարինության զորավարժանները ընդդատող Արման Vale, sabe. Não, ele sabe.